Հուշարձանների ախտորոշման մասնագետ իտալացի ամուսինները մասնակցում են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին։ Նրանք այստեղ են Իտալիայի արտգործնախարարության եւ Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով։ Հուշարձանների ամրացման եւ վերականգնման աշխատանքներ մասնագետներն իրականացրել են շատ երկրներում։ Հուշարձանի պատմական արժեքը գնահատելով ու հարգելով իտալացի ճարտարագետներն այժմ Օձունում են։ Ամեն անգամ հուզիչ է լինում, երբ դու պատմությունը ձեռքով ես շոշափում, հաշվի առնելով, որ ձեր երկիրը զարգացող է, նոր տեխնոլոգիաները շինարարության մեջ բերելով հուսանք, որ կօգնենք պետությանը առաջ գնալ նաև այս ոլորտում։ Եկեղեցու 6-րդ դարի թմբուկի ամրացման համար մասնագետները տարբերակներ են առաջարկել, սակայն մինչ դրանց կիրառման քննարկումը նրանք հատուկ մետաղական սարքեր են տեղադրում ճաքած պատերի վրա ներսից ու դրսից, որոնք կվերահսկվեն համակարգչի միջոցով եւ կստուգեն ճաքերի դինամիկան։ Տվիչ կոչվող սարքերը պատերի վրա կմնան ավելի քան 1 տարի։ Որոշել ենք տարուկես թողնենք, որպեսզի կիրը ամրանա, շաղախն ամրանա, այդ մետաղները իրենց տեղն առնեն, մի խոսքով ժողովրդական լեզվով ասած տեղն ընկնի ու կիմանանք, թե ինչ վիճակ է այդ միջամտությունը, ինչ բերեց, ինչ տվեց հուշարձանին եւ այդ մեթոդը հնարավոր կլինի կիրառել նաեւ մնացած հուշարձաններում, որտեղ մինչ օրս նման պրակտիկա չենք ունեցել, երևի հնարավորություն չենք ունեցել նման միջոցառում իրականացնելու։ Իտալացի ճարտարագետները կտեղադրեն նաև հատուկ սարքեր, որոնք կստուգեն ոչ միայն պատմական կառույցի պատերի դատարկությունը, ամրությունը, ուլտրաձայնային ալիքների միջոցով, այլև խոնավաչափը կգրանցի խոնավության աստիճանը, կփակվի դրա աղբյուրը հետագայում շինությունն առավել ամուր պահելու համար։ Per fare diagnostica preventiva al progetto di restauro. Ես ինքս զբաղվում եմ շաղախների ուսումնասիրությամբ, հետաքրքիր է գտնվել գործող շինհրապարակում, տեսնել, թե ինչ նյութերով են աշխատում մասնագետները։ Մի քանի նմուշ կտանենք մեզ հետ, որպեսզի ուսումնասիրենք մեզ մոտ, ապա կվերադառնանք տեսնելու ամրակայման աշխատանքների արդյունքները։ Մասնագետները միջպետական ծրագրով Հայաստանում պատրաստում են նաև հուշարձաններ վերականգնող մասնագետներ, ովքեր մասնակցում են նաև իտալական նորագույն սարքերի տեղադրման գործընթացին։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։